Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կտեղափոխվի 30 վագոն պրոպան գազ։ Տեղափոխումը կիրականացվի Բալաջարիի կայարանից։ Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ տեղափոխվել է ավելի քան 35,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։ Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել։ Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, մոտ 70 հրթիռ։ Կիևում 15 մարդ զոհվել է, 56-ը վիրավորվել։ Մայրաքաղաքում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Կիևի մարզում թիրախավորել է ռազմարդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները։ Միևնույն ժամանակ գերատեսչությունը հայտնել է գիշերն ուկրաինական 500-ից ավելի ԱԹՍ մասին։ Զանգվածային հարվածների են ենթարկվել Լենինգրադի և Յարոսլավլի մարզերը։ Օմսկում թիրախավորվել է գրեթե 2500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթավերամշակման գործարանը։ Միևնույն ժամանակ ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքը գրավելու մասին, սակայն Ուկրաինան հերքում է դա։ Հարվածների ֆոնին հայտարարվել է, որ Անկարայում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, քննարկել իրավիճակը, ռազմաճակատում և դիվանագիտական ջանքերը։ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է մոտ 1,5 ժամ։ Ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է եղել ուկրաինական կարգավորման թեմային, նաև հաշվի առնելով Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թրամփի առաջիկա մասնակցությունը։ ԱՄՆ նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել նպաստելու ռազմական գործողությունների դադարեցմանը։ Պուտինն էլ նշել է, որ նախընտրում է հակամարտությունը լուծել քաղաքական դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով Ռուսաստանի սկզբունքային մոտեցումները։ Երկու ղեկավարները քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, պայմանավորվել են շարունակել շփումները։ Բաքվում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հուլիսի 6-ին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նոտա են հանձնել։ Բաքուն խիստ բողոք է հայտնել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող Սոկար ընկերության բենզալցակայանի վրա հուլիսի 5-ի երեկոյան անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ում հիշեցրել են, որ սա նման առաջին միջադեպը չէ։ Նախկինում հարվածների են ենթարկվել Ուկրաինայում գտնվող Սոկարի այլ օբյեկտներ, այդ թվում Օդեսայի գազաբաշխիչ կոմպրեսորային կայանն ու նավթաբազան, ինչի հետևանքով զգալի նյութական վնաս է հասցվել, իսկ ընկերության որոշ աշխատակիցներ վիրավորվել են։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ չնայած նախկինում հնչեցված նախազգուշացումներին, նման դեպքերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։ Ադրբեջանական կողմը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք ավիահարվածների հետևանքով վնասվել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկովում պատվավոր հյուպատոսության շենքերը։ Գազայի հատվածում գրեթե 2 տասնամյակ իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ լուծարում է իր կառավարությունը։ Այս քայլը ճանապարհ կբացի նոր տեխնոկրատական մարմնին, Գազայի կառավարման ազգային կոմիտեին իշխանության փոխանցման համար։ Կոմիտեն ստեղծվել է Խաղաղության խորհրդի կողմից, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձևավորել էր 2025 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։ 15 անդամից բաղկացած ազգային կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, երբ աշխատանքի համար պայմաններ ստեղծվեն։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայի հատվածի վերակառուցումը չի կարող սկսվել, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի առաջին փուլը ներառում էր կողմերի միջև պատանդների և բանտարկյալների փոխանակում, հումանիտար օգնության մուտք անկլավ և իսրայելական ուժերի դուրսբերում Գազայի որոշ հատվածներից։ Երկրորդ փուլը նախատեսում է Գազայի ապառազմականացում, վերակառուցում, անցումային կառավարության ստեղծում և իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերում։ Եվրոպական մի շարք երկրներում վերջին օրերին անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հազարավոր մարդիկ են տարհանվել։ Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում Իսպանիայի հետ սահմանին կրակն այրել է 4600 հեկտար տարածք։ 5 մարդ վիրավորվել է, այդ թվում 1 հրշեջ։ Իսպանիայի արևելքում անտառային հրդեհները տարածվել են Սիերա դե Էսպադան բնական պարկում։ Հարյուրավոր հրշեջներ կրակի դեմ պայքարել են ամբողջ գիշեր։ Հրդեհ է բռնկվել նաև Հունաստանի Սալոնիկ քաղաքի մոտակայքում։ Արվել են անտառածածկ տարածքներ, արդյունաբերական օբյեկտներ։ 2 գործարան լիովին ոչնչացել է կրակից։ Պորտուգալիայի հյուսիսում էլ հրդեհներն ավելի քան 11000 հեկտար տարածք են այրել։
Սյուզաննա Չիրաղյան, լուրեր։